Free-News լրատվականը շարունակում է աշխատանքը, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին, Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի եւ թափանցիկ ձեզ համար։ Ճամբարակ քաղաքի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով ըստ նախնական տվյալների 3 մարդ մահացել է, կան նաև վիրավորներ։ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր ժամը 8:34-ին։ Փրկարար ծառայությունից հայտնել են, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդե փողոց է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Դեպքի վայրում աշխատում է իմ գործընկեր Դավիթ Գնջոյանը, այս պահին ուղիղ միացմամբ մենք կծանոթանանք վերջին թարմացումներին։ Դավիթ։ Դավիթ, դուք ինձ լսում եք։ Տեխնիկական խնդիրների պատճառով մենք կապ կհաստատենք շատ ավելի ուշ, հետևեք ընթացքին եւ զարգացումներին, այս պահին շարունակենք լրահոսը։ Ամենայն հայոց կաթողիկոսը այս գիշեր հարկադրված խախտեց լռությունը։ Մինչև նրա ժամանումը հայրենի կուսակցության ղեկավար Վանեցյանը Արթուր Facebook-յան գրառմամբ իր կուսակիցներին եւ գաղափարակիցներին կոչ էր արել կես գիշերին օդանավակայանում դիմավորել կաթողիկոսին։ Ամենայն հայոց կաթողիկոսը արդեն օդանավակայանում էր եւ նրան հոծբազմությունն ու լրագրողներն էին սպասում։ Վերջին զարգացումների առթիվ հոգեվոր առաջնորդը նշել է, որ եկեղեցական կարգ ու կանոնով նմանօրինակ հարցերը քննարկում ու լուծում են ստանում համապատասխան մարմինները։ Գարեգին II վեհափառը շեշտել է, որ հանրության վրդովմունքի այս տեսակ արտահայտումը նույնիսկ պարտավորեցնող է։ Հարցի լուծումը հայոց եկեղեցու առաջնորդն առանց ավելորդ հուզականության գործելով հաղթահարելու մեջ է տեսնում։ Անցած գիշեր վեհափառին դիմավորողների կողքին էր մեր թղթակից Սիմոն Հովանեսյանը։ Զվարթնոց օդանավակայանում ենք, որտեղ մարդիկ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, եկել էին ասելու, որ հայոց եկեղեցին անկախ է եւ պետությունը ամեն դեպքում չպետք է խոչընդոտի եկեղեցու գործունեությանն ու չխառնվի եկեղեցու գործերին։ Հիշեցնեմ, որ վարչապետ Փաշինյանն առաջարկում էր հանձնաժողով ստեղծել, որի միջոցով կկարողանա ոչ միայն հեռացնել Գարեգին II-ին, այլև նոր կաթողիկոսական ընտրություններ սահմանել։ Եվ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած եւ կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները մեր կյանքի, մեր ժողովրդին հուզող։ Ամուր մնանք մեր հավատքի, մեր լավատեսության, մեր արիական ոգու մեջ եւ այնպես ընթանանք դեպի նոր ժամանակները մեր կյանքի։ Անշուշտ միջավայրը ժամանակը, որ սկսեցին այս դեպքերը ծավալվել, այո, համընկավ Շվեյցարիայում մեր վեհափառ հայրապետի հայտնի ելույթի հետ, որտեղ ուղղակի հնչեցվեց բռնազավթված Արցախ բառակապակցությունը, այնուհետև պատասխան Ադրբեջանից, նույն պատասխան այստեղ, ես ասում եմ Փաշազադեն եւ նրա ճակերտավոր հայ ազգանվանակիցը։ Դուք հավատավոր զավակները զորությունն եք մեր եկեղեցու եւ մեր ազգի։ Ձեզանով է միշտ շեն ու պայծառ հայոց եկեղեցին եւ հայոց երկիրը։ Աստված օրհնի ձեզ, զորացնի ձեզ, որպեսզի մեր կյանքի ընթացքը լինի խաղաղաբեր, երջանիկ ու բարոր։ Իրոջ օրհնություն ամենքին։ Հարյուրավոր մարդիկ, կուսակցական, քաղաքական եւ հասարակական գործիչներ անկախ ժամից նշեն, որ արդեն գիշերվա 1-ն անց է, անկախ ժամից հավաքվել են այստեղ իրենց աջակցությունը ցուցաբերելու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։
Վարչապետը Մայր Աթոռից պարզաբանում է ուզում, կաթողիկոսը չպարզաբանեց, Մայր Աթոռը կպարզաբանի։ Նոր առավոտ նոր գրառումով վարչապետ Փաշինյանը Մայր Աթոռից պահանջում է պարզաբանել համաձայն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների, ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել։ Առավոտյան հոգևոր առաջնորդին վերաբերող գրառումներով լի վարչապետի օրագրում արդեն արձանագրվել է։ Փաշինյանը խոստացել ապացուցել, որ ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Երեկվա գրառման մեջ էլ շեշտադրել էր, որ ստեղծելու է համակարգող հանձնախումբ, որը նրա խոսքով ազատելու է Վեհարանը Կարեգին II-ից։ Սփյուռքի հոգևոր այրերը շարունակում են արձագանքել պետություն-եկեղեցի հարաբերություններին, շրջադարձային փոփոխություններին։ Ռումինիայից հետո իր ձայնը լսելի է դարձրել Հարավային Ամերիկայի հայոց թեմը, հայտարարություն տարածելով ի պատասխան ամենայն հայոց Կարեգին II կաթողիկոսի։ Հարավային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդները ողջ հոգևոր դասը, ազգային եկեղեցական կենտրոնական վարչությունները, թեմական խորհուրդների անդամները եւ հավատացյալ ժողովուրդը անվերապահ զորակցություն են հայտնում ամենայն հայոց կաթողիկոս Կարեգին II վեհափառ հայրապետին, նշված է հաղորդագրությունում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հանդիպման օրակարգում Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներն էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ալեն Մենսոնն այսօր եւ վաղը հանդիպումներ կունենա նախագահ Վագան Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Նա նաեւ հրապարակային դասախոսություն կունենա, կհանդիպի Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Միրզոյանը երեկ հանդիպել է Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալաքշիրանի հետ։ Քննարկման առանցքում Հայաստանի եւ Սինգապուրի միջև համագործակցության զարգացումը եւ երկկողմ օրակարգի հարստացման կոնկրետ ուղղություններն էին։ Երկու կողմերն են շարունակական փոխգործակցության ապահովելու պատրաստակամություն հայտնել միմյանց։ Այս պահին միանում ենք Դավիթ Ինգենջյան, որը գտնվում է Ճամբարակում, մեր թղթակիցը վերջին տվյալները կհայտնի տեղի ունեցած իրողությունների մասին։ Շնորհակալություն Սոնա, այո Սոնա, շնորհակալություն։ Այժմ գտնվում ենք Ճամբարակ քաղաքում, առավոտյան 8:35-ին պայթյուն է եղել այստեղ, գազի արտահոսքի պատճառով, ինչպես փոխանցում են փրկարարները, որի հետևանքով եղել է շենքի մասամբ փլուզում։ Ներկապային արդեն զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավորները 12-ն են, դեռ մեկ քաղաքացու փնտրում են փրկարարները։ Դավիթ, վիրավորների ցանկում երեխաներ կան։ Նման տեղեկություն դեռ չի հաստատվել, գիտեմ, որ 3-ը ծանր վիճակում են եւ Երևանում են, մեկը դուրս է գրվել եւ մնացած 8-ը գտնվում են Ճամբարակի հիվանդանոցում։ Բժշկական կենտրոնների անունները հայտնի են, թե ոչ։ Բժշկական կենտրոնների անունները չեն հայտնել, ասել են 3-ը Երևանում են, 3-ը Ճամբարակի հիվանդանոցում։ Դավիթ, պայթյունի պատճառների մասին որևէ տվյալ հաղորդվում է։ Այո, փրկարարների փոխանցմամբ եղել է գազի արտահոսք, 3-րդ հարկի բնակարանում պայթյուն է հնչել, որի հետևանքով փլուզվել են 3-րդ, 4-րդ հարկերը եւ մասամբ 2-րդ հարկը։ Այժմ փնտրում են հենց 2-րդ հարկի բնակչին։ Դավիթ, խնդրում եմ կհուշես, ինչ մեխանիզմով են որոնողական աշխատանքները շարունակվում։ Այստեղ ներկա են փրկարար ծառայության աշխատակիցները, զինվորականներ, ոստիկաններ եւ բնակիչները նույնպես։ Այժմ փլուզած հատվածը մաքրում են, որպեսզի գտնեն վերջի դեռ բնակչին։ Դավիթ, նախնական տվյալներով կան ենթադրություններ, արդյոք էլի կորածներ կան, որոնվողներ կան։ Ինչպես հայտնում են փրկարարները, դեռ մեկն է, քանի որ տեղեկություններով դեռ մի բնակիչ է եղել այդ շենքում, որը չի գտնվել դեռ։ Իսկ շենքում ինչ որ անվտանգային խնդիրներ կային, թե այստեղ մարդկային գործոնի արդյունքն է ի վերջո պատճառը։ Մարդկային գործոնն էլ պատճառ եղել, քանի որ ինչպես հայտնում են, 3-րդ հարկի բնակարանում մոռացել են անջատել գազը, որի հետևանքով պայթյուն է հնչել։ Խնդրում եմ նորից կնշես Դավիթ, թե բացի փրկարար ծառայությունից ովքեր են աշխատում տեղում։ Տեղում աշխատում են ոստիկանները նույնպես, փրկարարների տարբեր ջոկատներ, հրշեջներ,
եւ նույնիսկ զինվորականներն են ներկա այստեղ։ Շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, առաջիկայում թարմացումներին հետևեք մեր ուղիղ եթերում, առաջիկա զարգացումներին մենք կհետևենք կրկին Դավիթ Գենջայանի օգնությամբ, իսկ հիմա վերադառնանք ներքաղաքական զարգացումներին։ Ազգային ժողովում թվերի խաղաղ հերթափոխը Երևանի 2024 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրել է Տիգրան Ավինյանը։ Երևանի քաղաքապետն արձանագրել է, որ 2024 թվականի միջոցների հաշվին կատարվել է 113.7 միլիարդ դրամի ծախս, այն նախատեսվածի 94.5%-ն է, որը ռեկորդային ցուցանիշ է վերջին տարիների համար։ Տրանսպորտային բարեփոխումներին անդրադառնալով Տիգրան Ավինյանը խոսել է տրանսպորտային միջոցների ձեռքբերման սուբսիդավորման մասին, առանձնակի կարևորել թվային համակարգի ներդրումը։ Երևանի ավտոբուս, Երևանի էլեկտրատրանսպորտ եւ Երևանի մետրոպոլիտենին սուբսիդավորել է Երևանի քաղաքապետարանը կրկին ռեկորդային չափերով 7 միլիարդ 696 միլիոն եւ 2.6 միլիարդ դրամների չափով համապատասխանաբար։ Այսինքն նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հետ համատեղ նաև ծախսային հոդվածներն են էականորեն ավելացել։ 2024 թվականի ընթացքում տարվել են նախապատրաստական աշխատանքներ Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում եւ 25 թվականի հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդրումն է իրականացվել։ Երևանի քաղաքապետարանի սա թվային փոխակերպման ամենակարևոր ծրագրերից է եւ այսօր հնարավոր չէ արդեն առանց թվայնացման քաղաքացիներին որևէ որակյալ ծառայություն մատուցել։ Բյուջե 2024-ի կատարողականի քննարկմանը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ 2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 958.8 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 1.6%-ով։ Խոջոյանը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվում է 5 հիմնական ծրագիր, որոնք նպատակ ունեն բարելավել ոլորտի արդյունավետությունը եւ ապահովել կայուն աճ։ Նշեմ, որ բուսաբուծության ոլորտում արձանագրվել է 455.6 միլիարդ դրամ, որը աճել է 0.9%-ով, իսկ անասնաբուծությունը շուրջ 503.2 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2.2%-ով։ Facebook-յան գրառումներ եկեղեցու մասին, բյուջե 2024-ի քննարկումներ, գուցե իրական օրակարգը քննարկելու համար է երեկ երեկոյան տեղի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիական պայմանագրի գրասենյակից հստակ մանրամասներ չեն հայտնում, ըստ հաղորդագրության քննարկվել են կուսակցական, քաղաքական եւ հանրային կարևորություն ունեցող, ինչպես նաեւ կուսակցության առաջիկա համաժողովին առնչվող հարցեր։ Սյունեցիներին կրակոցներով չես վախեցնի ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի գիշերային կրակոցներն ազդում են տարածաշրջանի բնակիչների տիրող տրամադրությունների վրա։ Մարզպետը հաստատել է, որ թշնամին շարունակում է կրակել գիշերը։ Տներին վնաս հասցնելու նոր դեպքեր չկան, նշել է մարզպետը։ Խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետեւ ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները։ Այսինքն Ղուկասյան որ մարդիկ ուզում են թողնել գնա, որտեղ այդպիսի ինֆորմացիաներ տարածում է եւս որ մարտնաստրամադրություններ գնացողներ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի փորձագիտական աշխատանքային խմբերը շարունակում են բանակցությունները կառավարության ներկայացուցիչների հետ։ Բնակարանային ապահովման, սոցիալական աջակցման, զբաղվածության եւ այլ հարցերի շուրջ խորհրդի անդամներն այսօր հայտարարել են որոշակի դրական արդյունքների մասին, ինչը սակայն չի բավարարում նրանց ներկայացրած պահանջներին։
փակուղի չի մտել, բայց մենք ունենք հետևյալ խնդիրը։ Մի ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվելու է շատ լուրջ խնդիրների առջև, այսինքն նույն խնդիրները, որ բնակվածը չեն կարողանալու տալ եւ սոցիալական ծանր վիճակի առջև են կանգնելու։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարելու ենք պայքարի երկրորդ փուլի մասին։ Երևանի քաղաքապատերանը շարունակում է ապօրինի շինությունների ապամոնտաժումը։ Reopen Media-ի նկարահանախումբն այսօր բնակիչների ահազանգով մեկնել է Նուբարաշենի G5 թաղամաս, որտեղ ըստ տանտիրոջ առանց ծանուցման քանդվել է կառուցման փուլում գտնվող փայտե շինությունը։ Մնալ եմ ստեղ, որ քանդեք ինձ հետը սպանեք, ինձի խաբել են, ասել չեն քանդելու, սպասելու ենք իրան կան դու մենակ տնից դուրս արի հանգստացի, տնից դուրս եմ եկե, ձեռներս բռնել են, չեն թողել ոչ մի տեղ եթամ ու սկսել են տունը քանդել են։ Երևի ավելորդ է ասել, որ բանկային քարտի CVV կոդը որևէ մեկին փոխանցել չի կարելի։ Կամ էլ չէ, իրականում այս մասին պարբերաբար հանրային արշավներ իրականացնելու կարիք կա։ Թվերն իմ փոխարենք խոսեն, բանկային խարդախությունների զոհերն այս տարվա առաջին եռամսյակում նախնական տվյալներով 408-ն են։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ հայկական բանկերը խարդախության զոհ դարձածների վարկերը մինչև դատարանի որոշման հրապարակումը կսառեցնեն։ Բանկերը պարտավոր են փոխանցումը վճարել, եթե ապացուցվի անձնական տվյալների եւ գումարի արտահոսքի մեջ նրանց մեղքը։ Սակայն ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասում մարդիկ իրենք են անզգուշորեն անձնական տվյալներ փոխանցել խարդախներին պին-կոդեր, քարտային, բանկային հաշվեհամարներ կամ նույնիսկ անձնագրային ինֆորմացիա։ Գլխավոր դրամատան ղեկավարը նշել է, եթե խարդախությունը տեղի է ունեցել հաճախորդյան ուշադրության պատճառով, բանկերը կփորձեն լուծումներ գտնել անհատական հիմունքներով։ Հայաստանում կրթության նորաձևությունը ավելի ամրապնդելու նպատակով վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կհենվի Չինաստանի փորձի վրա։ Իր վերջին հայցի ընթացքում Աննա Հակոբյանը մեջբերում է այդ հզոր պետությունում ապրող մարդկանց կյանքը տեսնելով հասկացավ, որ մեզ մոտ առկա խնդիրների մեծ մասի հիմքում կրթությունն է։ Իմ քայլը հիմնադրամից հայտնում են, որ կազմակերպության գործադիր տնօրեն Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան, երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու չինական փիլիսոփայության Պեկինի նորմալ համալսարանում, ուսումնասիրելու չինական փիլիսոփայական դպրությունը, բարոյագիտության եւ քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրությունը։ Անցյալ տարի սկսված կրթվել է նորաձև է շարժումն, այսօր արդեն ընդգրկում է մոտ 800 մասնակից եւ հասցրել է հանդիպումներ կազմակերպել Հայաստանի 19 համայնքներում։ Ըստ հաղորդագրության Աննա Հակոբյանի մագիստրոսական կրթությունը Չինաստանում միաժամանակ կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ, փոխադարձ հարգանքի, մշակութային փորձի փոխանակման եւ համագործակցության ամրապնդման համար։ Մինչև Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունները մեծացնում են Լոս Անջելեսում տեղակայված զինվորական ստորաբաժանումների անձնակազմը, միգրացիոն քաղաքացիության դեմ բողոքի ցույցերը ճնշելու համար հանրահավաքների ալիքը տարածվում է երկրի մյուս քաղաքներով։ Ցույցեր են սկսվել Սան Ֆրանցիսկոյում, Դալասում, Չիկագոյում, Ատլանտայում, Թամփուում, Հյուսթոնում եւ Նյու Յորքում։ Ռուս-ուկրաինական ճակատում պատերազմող կողմերը շարունակում են գիշերային հրթիռակոծություններով ապերել միմյանց ենթակառուցվածքները։ Միջազգային լրահոսի խճանկարը մեկ տեսաշարով։ Տեսանյութը կդիտենք ավելի ուշ, իսկ հիմա պատվաստանյութերի մասին։ Կրկին արդիական թեմա է սա, քանի դեռ կորոնավիրուսի նոր Nimbus շտամը արագ զարգանում է Եվրոպայում։ Այն խիստ վարակիչ օմիկրոնի տարատեսակ է եւ կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել հունիս եւ հուլիս ամիսներին, զգուշացնում են մասնագետները։ Nimbus-ի ախտանիշներն են հոգնածությունը, ջերմությունը, մկանային եւ կոկորդի ցավերը։ Ցայտնոց, սակայն այս անգամ չի առաջանա եղած պատվաստանյութերի արդյունավետության մեջ, մասնագետները վստահ են։
Ասում են բոլորս հոգեբանի կարիք, կյանքի ինչ-որ փուլերում ունենում ենք։ Ես գուցե հոգեբանների առջև սիրտս բացելուն հակված չեմ, բայց հայաստանյան վիճակագրությունը հուշում է։ Վերջին շրջանում հոգեբանական աջակցության համար դիմացների թիվը աճել է։ Հայաստանում հետպատերազմյան սերնդի հոգեկան առողջության հարցերը շարունակում են մնալ հանրային առողջության առաջնահերթ մարտահրավեր։ Հոգեբանական ռմբակոծությունը շարունակվում է հատկապես պատերազմից վերադարձած զինվորների եւ այն մարդկանց մոտ, որոնք անմիջականորեն ենթարկվել են ռմբակոծությունների կամ տարհանումների։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով հակամարտություններից հետո բնակչության մինչև 20% կարող է ունենալ հոգեբանական խնդիրներ եւ դրանց մի մասը կարող է տարիներով չախտորոշվել։ Թեմայի մասին ընդգրկուն անդրադարձը մեր առաջիկա թողարկումներում։ Այս պահին կդիտենք միջազգային լրահոսից անդրադարձը եւ կվերադառնանք տաղավար։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հակամարտություն սկսելու դեպքում Իսլամական Հանրապետությունը կհարվածի մերձավոր արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաներին։ Անցյալ շաբաթ փորձարկել ենք 2 տոննա կշռող մարտագլխիկով հրթիռ։ Եթե մեծ հակամարտություն պարտադրվի, մյուս կողմի կորուստները անշուշտ ավելի մեծ կլինեն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված կլինի լքել տարածաշրջանը, ասել է նա։ Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման զոհ է դարձել առնվազն 3 մարդ, 60-ը վիրավորվել են, այդ թվում 8 երեխա։ Վարչակազմի տվյալներով քաղաքը հարձակման է ենթարկվել շահեդ տիպի 17 դրոններով։ Վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, ձեռնարկություններ եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հարձակման է ենթարկվել նաեւ Օդեսայի մարզը, կան ավերածություններ։ Ռուսական կողմն էլ հայտնում է, որ անցած գիշեր հակաօդային ուժերը խոցել են 32 հարվածային դրոն։ Կուրսկի մարզում վիրավորվել է 3 երեխա։ Տամբովի Վարոդի գործարանում հրդեհ է բռնկվել, որն ուղեկցվել է 1.5 տասնյակ պայթյուններով։ Ուկրաինացիներն արդեն 4-րդ անգամ են հարձակվում գործարանի վրա, որը Ռուսաստանում հաշվիչ եւ հրետանային զինամթերքի Վարոդի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը եւ ոստիկանապետ Ջիմ Մակդոնելը քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ են հայտարարել։ Ներգաղթային ծառայության ռեյդերի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Այն կտևի մի քանի օր, ժամը 20-ից մինչև առավոտյան 6-ը։ Արդեն կան ձերբակալվածներ, որոնք խախտել են պարետային ժամը։ Քաղաքը զգալի վնաս է կրել, հայտնել է Քարեն Բասը եւ կոչ արել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել անօրինական ներգաղթյալների դեմ ներգաղթի եւ մաքսային ծառայության շուրջ գալները։ Նա ասել է, որ փորձում է կապ հաստատել Թրամփի հետ հարցը քննարկելու համար, բայց դեռ ապարդյուն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կոչ է արել, մեջբերում եմ, ձյութով լղոզել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին եւ կոլոլել փետուրների մեջ, որպես պատիժ Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ իր վարքագծի համար։ Ջոնսոնը չի պնդել, որ Նյուսոմը պետք է ձերբակալվի, ինչպես առաջարկել էր նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն շեշտել է, որ Նյուսոմը մեղսակից է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակմանը։ Իլոն Մասկը գրել է, որ զղջում է Թրամփի մասին որոշ գրառումների համար։ Դրանք չափազանց հեռու գնացին, խոստովանել է միլիարդատերը։ Թրամփը եւ Մասկը հրապարակավ վիճել են բյուջեի նախագծի թեմայով։ Մասկը Սպիտակ տան ղեկավարին ստախոս էր անվանել։ Նշել էր, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի ընտրություններում։ Թրամփը պատասխանել էր, որ իր նախկին համախոհը խելագարվել է եւ առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ եւ պայմանագրեր։ Նրանց հաշտեցնելու փորձեր էին արել գերտերության ղեկավարի եւ մոլորակի ամենահարուստ մարդու ներկայացուցիչները։ Բաքվում կայացել է անսահման եղբայրություն 4-րդ բազմազգ վարժակների պլանավորման խորհրդաժողով, որոնք կանցկացվեն սեպտեմբերին Ադրբեջանում, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, խորհրդաժողովի ընթացքում մասնակից երկրների հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչները քննարկել են վարժանքների ընթացքը, կազմակերպման հարցեր։ Մանրամասն պլանավորել վարժանքների գործնական փուլը եւ տարբեր սցենարներով կատարվելիք առաջադրանքները։ Reopen Media-ի հաջորդ լրատվական թողարկումը ժամը 18-ին է, փնտրեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում եւ Facebook-ում։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, շնորհակալություն։